Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, այսօր ես ձեզ պատրաստում եմ ներկայացնել մի ծրագրից դուրս արտահերթ թեմատիկ զրույց, որը վերաբերում է Հայաստանի վարչապետի պաշտոնը ապօրինաբար զբաղեցնող հայ ժողովրդի պատմության ամենամեծ թշնամու, հայրենիքի գող Նիկոլ Փաշինյանի 2024 թվականի մարտի 12-ի մամուլի ասուլիսին այնտեղ հնչեցված թեզերին, գաղափարներին, որոնք չափազանց վտանգավոր են մեր պետության գոյության և մեր ժողովրդի հետագա ճակատագրի համար։ Իհարկե այս ասուլիսին մենք մանրամասն նախատեսում ենք անդրադառնալ նաև վաղը իմ հարգարժան ընկերոջ բարեկամի Դավիթ Սարգսյանի հետ 168.am լրատվական կայքի մեր ավանդական երկու ճակատ փոդքասթի շրջանակներում մենք երկուսով համատեղ ուժերով նույնպես այս ասուլիսը կվելուծենք, բայց ես փորձել եմ առանձնացնել հիմնական կետեր։ Մինչև ասուլիսին անդրադառնալը ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն լրատվական կայքերին, ովքեր ինչպես ուղիղ եթերով հեռարձակման հետ միաժամանակ, այնպես էլ դրանից հետո իրենց YouTube-յան ալիքների վրա տեղադրում են այս տեսանյութերը։ Կխնդրեմ, եթե որևէ մեկը հարմար է գտնում, նաև այս տեսանյութերը տարածի իրենց Facebook-յան էջերում կամ սոցիալական խմբերում ավելի մեծ տեսանելիություն ապահովելու համար։ Որպես կանոն, այս տեսանյութերը հետագայում հրապարակում են 168.am, հայելի.am, ասեկոս.am, անտիֆեկ.am լրատվական կայքերը, շատ հաճախ հայկական երկրորդ հեռուստաալիքը պատրաստում է ռեպորտաժներ լրատվական թողարկման, հիմնական թողարկման համար։ Իհարկե, այս ասուլիսը տևել է 3 ժամ 20 րոպե և բնականաբար ես 3 ժամ 20 րոպե չեմ մեկնաբանի դա, չնայած որ մեկնաբանությունը ենթադրում է, որ ավելի շատ պետք է լինի, այդ իմաստով ես փորձել եմ առանձնացնել հիմնական թեզերը, դրանք դասակարգել որոշակի խմբերի, չնայած որ լրագրողական հարցերը միշտ տարբեր էին այս ոլորտից, մյուս ոլորտ և այլն, ես փորձել եմ դրանք դասակարգել որոշակի տրամաբանությամբ և ներկայացնել իմ մեկնաբանությունները, որպեսզի պարզ լինի, թե ինչ խայտառակության հետ մենք իրականում գործ ունենք։ Ես այն վերնագրել եմ որպես ամենավտանգավոր հանցագործը, այսօրվա մեր թեմատիկ զրույցը, ամենավտանգավոր հանցագործը, ով հայրենիք է գողանում։ Իհարկե մեր քրեական օրենսգրքում և աշխարհի ոչ մի քրեական օրենսգրքում չկա հոդված հայրենիքի գողություն այդ ձևակերպմամբ։ Այսինքն հայրենիքի գողության համար ոչ մեկին քրեական պատասխանատվության չեն ենթարկում։ Պատճառը մեկն է, որ հայրենիքի գողությամբ նախ չեն զբաղվում, իսկ ով էլ որ զբաղվել է, ողջ չի մնացել, որ հələ մտածեն, թե դրան ոնց դատեն, ինչ պատիժ նախատեսեն, այդ քրեական հանցանքը ոնց նկարագրեն։ Օրինակ ասենք հայրենիքի գող ա եղել Ադոլֆ Հիտլերը, բայց Հիտլերը իր կնոջ հետ միասին ինքնասպանություն ա գործել, որպեսզի կապիտուլյացիա չստորագրի, այսինքն անհրաժեշտություն չի առաջացել, որ Գերմանիայի քրեական օրենսգրքում այդպես հոդված նախատեսեն դրան դատապարտելու համար։ Սա փաստորեն պատմության ընթացքում միակ հայրենիքի գողն է, որը մինչև հիմա ողջ է ու շարունակում է կատարել նոր հանցագործություններ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ոչ միայն մեծ հանցագործ է, այլև ամենավտանգավոր հանցագործն է, որը գտնվում է ազատության մեջ։ Եվ նրա ազատության մեջ լինելու վտանգը կայանում է դրանում, որ ինքը գործում է նոր ավելի ծանր հանցագործություններ։ Իսկ այն հանցագործությունները, որ նրանք նա կատարել է, դրանք մեր քրեական օրենսգրքում վաղուց նաև նկարագրված են։ Օրինակ, հոդված 418 պետական դավաճանություն։ Ասում է պետական դավաճանությունը թշնամու կողմն անցնելն է, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը, օտարերկրյա կամ միջազգային կազմակերպությանը կամ դրա ներկայացուցիչին պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հանձնելը կամ այդ տեղեկությունը նշված անձանց ծանոթանալու համար պայման ստեղծել եւ այլն։
պատժվում է ազատազրկում 15-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկման։ Խնդրեմ, էդ էլ հո կա, հայրենիքի գողը չկա, բայց դավաճանությունը հո կա։ Մարդն է դավաճանությունը անում է, եւ այս ասուլիս այս դավաճանության մասին ուղակի ինքնախոստովանական ցուցմունք, այսինքն քննիչների գործը նորից հեշտացրել է։ Պիտի այս տեսագրությունը գրեն մի հատ կրիչի վրա ինֆորմացիոն եւ կցեն գործի նյութերին։ 419 հոդված իշխանությունը յուրացնելը։ Սրա բնորոշ Հայաստանի Հանրապետության նախագահի, ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատանի լիազորություններին տիրանալը։ Պատժվում է ազատազրկման 10-ից 15 տարի ժամկետով, խնդրեմ։ Ամեն օր է սրանով զբաղվում։ Սահմանադրական կարգը տապալելը։ Եվ այսօրվա ասուլիսի հիմնական թեման իր վերաբերող հանցանքով 421 հոդված տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները։ Այսինքն Հայաստանի Հանրապետության տարածքը այլ պետության հանձնելը մեր քրեական օրենսգրքով 421 հոդվածով համարվում է քրեական հանցագործություն, տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողություն։ Չասեմ էլ մյուս այլ հանցատեսակների մասին։ Հիմա այս ասուլիսում հնչել են ըստ էության ինքնախոստովանական ցուցմունքներ։ Ուրեմն մինչև ասուլիսի բովանդակության անցնելը մի քանի տեխնիկական հարցեր։ Ուրեմն ասուլիսը տևել է 3 ժամ 20 րոպե։ Սրա ընդհանրապես ասուլիսների միջին տևողությունը, որ հաշվում ես մոտարապես ելնում է 4 ժամ։ Այն քաղաքացիների հարցերին, որ պատասխանում են, հիշում եք, դա 7 ժամ տևեց, 8 ժամ տևեց, այսինքն սկսվել էր չէր ավարտվում։ Այսինքն դա պարզ չէ, որ ոչ մի մարդ այդքան չի նայ։ Նույնիսկ այս ասուլիսը կառավարության կայքում նայել է ընդամենը 12000 մարդ։ Շատ ցածր ցուցանիշ է, էլի։ Որտեղ ոչ մի չի կարա նստի, օրինակ ես եմ այսօր ներվերս անջատել 3 ժամ նստել այս հիմարությունները լսել, բայց հիմարությունը վտանգները բացահայտելու համար բովանդակությունն է հիմարություն իր ասածները, բայց վտանգներն էլ խո հիմարություն չեն, դրանք չափազանց տեսանելի են։ Ուրեմն ասուլիսը ինչի է երկարանում, որպեսզի նա հոգնեցնի մարդկանց, շատ խոսի, որպեսզի բոլորի իր ասածները չտպավորվի մարդկանց մեջ, մոռանան իր շատ ասածների մասին, հետո ինքը ասի, բայց ես դա ասել եմ։ Գլխավոր ասելիքը լղոզի, ընդ որում ասուլիսը երկարատևում ոչ թե այն պատճառով, որ հնարավորություն է տրվում բոլոր լրագրողներին հարցերը տալ եւ այլն, ոչ, այլ ինքն է երկար խոսում։ Իսկ լրագրողները տալիս են հարց, որին կարելի է տալ մի քանի նախադասությամբ հստակ փաստարկված պատասխան։ Բայց սա սկսում է փիլիսոփայել, ապուշ, ստից, ընդից, պրիմիտիվ, շատ ժամանակ են իր Իջևանի բարբառով, խառնում է ժամերով խոսում է, թեմայից դուրս է գալի, գնում, պտտվում, գալի եւ այլն։ Դա է դառնում այս երկարության պատճառը, այլ ոչ թե բովանդակությունը։ Երբ հանդիպ ասուլիսի օրը, մարտի 12-ին, հետաքրքիր է, ասուլիսի թեման համարվում է կառավարության գործունեության ծրագիրը, որ ներկայացրել են ազգային ժողով, դա ներկայացնել է, որի մասին ասուլիսի ընթացքում բարձրացակ ոչ մի խոսք չկա բացի իր նախաբանից, բայց այդ կառավարության ծրագիրը տարեկան հաղորդումը կառավարությունը հավանություն է տվել 2024 թվականի փետրվարի 24-ին։ Իսկ փետրվարի 24-ին հավանություն էր տվել, փետրվարի 24-ը ինչ օր էր։ Պետք է 5 շաբաթ բանը, շաբաթ օր։ Երկու շաբթ օր աներ ասուլիսը, փետրվարի 26-ին աներ, 27-ին, ինչա եկի ասեմ մարտի 12։ Որտեղ մարտի 12-ին սիրելի հայրենակիցներ, Երևանի ավականին ընդունեց որոշում Երևանում հանրային տրանսպորտի գինը բարձրացնելու վերաբերյալ։ Իսկ այդ ասուլիսը այդ օրը կազմակերպվել է 1 գնդակով 2 նապաստակ սկզբունքով, որպեսզի շեղի մարդկանց ուշադրությունը Երևան քաղաքում տրանսպորտի գնի շեշտակի եւ կտրուկ ու համատարած բարձրացման երևույթից, որ դրա մասին այլևս չխոսեն, խոսեն սրա մասին։ Մինչև այդ ինքը գաղտնի հանդիպումներ է ունեցել ազգային ժողովում, այսինքն փակ հանդիպում քաղաքացիական պայմանագիր խմբակցության հետ, Մեհեր Գրիգորյանը եւ Շահին Մուստաֆայևը հանրությունից գաղտնի, առանց նախապես տեղյակ պահելու, ունեցել են գաղտնի հանդիպում սահմանին, որից հետո եղել է ազգային ժողովում իրենց փակ քննարկումը,
որոշել են վերջնական, որ պետք է Տավուշի մարզը մասնավորապես եւ Տիգրանաշենը հանձնեն Ադրբեջանին, եւ հիմա այս ասուլիսը կազմակերպել է դրա համար պարարտ հող ձևավորելու համար։ Ուրեմն ասուլիսի հիմնական թեման, ասեցի, կառավարության գործունեության ծրագրի տարեկան հաղորդումն է։ Հարց. իսկ կառավարության գործունեության 2021-26 թվականի ծրագրերում արդյոք գրված է այն, ինչ ինքը ներկայացրել է ասուլիսի ժամանակ։ Այնտեղ գրած է, որ պետք է Հայաստանը տարածքներ հանձնի Ադրբեջանին։ Այնտեղ գրած է, որ Արցախահայությունը պետք է ամբողջությամբ տեղափոխվի Հայաստան։ Այնտեղ գրած է, որ մենք պետք է հապկից դուրս գանք։ Այնտեղ գրած է, որ մենք պետք է վերանայենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այնտեղ գրած է, որ Հայաստանը պետք է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները զարգացնի միակողմանիորեն Թուրքիայի պահանջները կատարելով։ Այդպես բաներ է գրած այդ կառավարության ծրագրում։ Այդպես բաներ դե չկա գրած։ Ճիշտ հակառակն այնտեղ գրած։ Ու հարց առաջանում. մինչև հիմա ազգային ժողովի 107 падգամավորներից որևէ մեկը ինչի չի նախաձեռնում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, եթե վարչապետը շեղվել է կառավարության գործունեության ծրագրից, որը հավանության արժանացել ազգային ժողովի կողմից։ Սա իհարկե առանձին հարց է, ես մեր ընդդիմության գործողությունների վերաբերյալ խոսեմ առաջիկա օրերին հատուկ մի թեմատիկ զրույցի շրջանակներում։ Ուրեմն խոսում է իր նախաբանում 8-7% տնտեսական աճի մասին, բայց չի ասում, թե որոնք են այդ տնտեսական աճի վրա ազդող գործոնները։ Ինչի որ մեկը չգիտի, որ այդ տնտեսական աճը եթե Հայաստանում կա, դա պայմանավորված ընդամենը ռուս-ուկրաինական հակամարտությամբ, որ եվրոպական երկրները Ռուսաստանի դեմ կիրառել են պատմության մեջ ամենամեծ ծավալի եւ խորության պատժամիջոցները, եւ Հայաստանը լինելով ԵԱՏՄ-ի անդամ եւ դուրս գտնվելով այդ պատժամիջոցներից, վերաարտահանումն է կազմակերպել Ռուսաստանից Եվրոպա, եվրոպական երկրներից դեպի Ռուսաստան։ Ռուսական կապիտալ է եկել Հայաստան, ռուսներ են եկել Հայաստան, ոչ միայն զբոսաշրջիկներ, այլև ստե աշխատելու, խուսափելով պարտադիր զորակոչից, պատերազմի ժամանակ, որ հայտարարվել էր։ Իսկեն այդ տնտեսական աճի գործոնների մասին դու խոսում ես կամ պարզ չի, որ դա Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության արդյունքն է։ Հələ մատ Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ չլներ, 7-8% տնտեսական աճ կունենայր։ Բայց դրա փոխարեն ինչ է ասում, ասում է, որ իր մասին խոսելով ասում է։ Կառավարությունը գնահատում է հարկ վճարող մարդկանց, որ մարդիկ այնքան հարկեր են վճարել, որ 2023 թվականին հարկերը կազմել են 2 տրիլիոն 222 միլիարդ դրամ։ Խոսում է բյուջեի նման մեծ եկամուտների մասին։ Չի խոսում իհարկե, որ դա գնաճով է պայմանավորված, հարկերի դրույքաչափերով է պայմանավորված։ Բայց նաև չի խոսում այն մասին, ինչը խոսել է Իլհամ Ալիևը, ինչպես ավանդույթի համաձայն, երեկվա իր ասուլիսին այսօր հաջորդեց Իլհամ Ալիևի հարցազրույցը։ Դրանք միշտ զուգահեռ են, չի անում։ Եվ ինչ ասում Իլհամ Ալիևը, որ միայն 44 օրյա պատերազմում եւ 23 թվականի սեպտեմբերին Արցախի պաշտպանության բանակից ադրբեջանցիները գողացել են որպես ռազմավար եւ վնասազերծել են 6 միլիարդ մոտավորապես դոլարի արժողության զենք եւ սպառազինություններ։ 6 միլիարդ դոլար այսօրվա դոլարի փոխարժեքով կազմում է 2 տրիլիոն 400 միլիարդ դրամ։ Այսինքն ավելի շատ գումար, քան եղել է Հայաստանի պետական բյուջեն, իր ասած աննախադեպ բյուջեն, աննախադեպ հավաքագրումներով 2023 թվականին։ Հիմա հարց. այդ բյուջեն ինչի համար է։ Դու բյուջեի հավաքածներ, այդ բյուջեն որ հավաքել ես, այդ հորդ փողերը չես բերել մուծե բյուջե։ Այդ մեր քաղաքացիներն են, որոնք վճարում են պետական բյուջե, ով էլ լինի Հայաստանի վարչապետ, Հայաստանի քաղաքացու սահմանադրական պարտականությունները դրանից չեն փոխվում։ Ով որ հարկեր ունի վճարելու, պարտավոր է իր հարկերը վճարի։ Դու խոսի թե դու ինչ ես արել։ Այդ որ բյուջե են վճարում մարդիկ, հետո դու այդ բյուջեի գումարներն ինչ ես անում։ 1.5 միլիոն դոլար մենակ քո ամառանոցի պահպանման ծախսերն է, 2 միլիոն դոլար ծառայողական այդ մեքենաներն է, քո ցոփ ու շվայտ կյանքը, շրջագայությունները ընտանիքի անդամների հետ, յուրայինների միլիարդավոր դրամների
աշխատավարձներն ու պարգևատրումները չկատարված աշխատանքի ժողովրդին պատճառած վնասի դիմաց։ Այսինքն կեցեք կատուն, որ իր փորի համար մուկ է որսում։ Թալանում ենք ժողովրդին եւ ստեղծում բարեկեցիկ կյանք ԿՊ-ականների համար։ Էսա բյուջեի հավաքագրման իմաստը։ Իսկ ձեր տված վնասը ինչ է։ Բայց 6 միլիարդ դոլարի, որ վնաս է տվել մեր պետությանը եւ ժողովրդին, դրա մասին ով պիտի խոսի։ Այդ բյուջեն հավաքագրվում է, որ ծախսվի, չէ՞։ Բայց դու վնասների մասին ինչի՞ չես խոսում։ Կա արդյոք կառավարության հաշվետվության մեջ թե դու ինչ վնաս ես տվել մեր ժողովրդին։ Ուրեմն խոսում է այստեղ վերջին տարիների իրադարձությունները խոր համապարփակ վերության կառավարությունը շարունակում է արտաքին անվտանգային հարաբերությունների դիվերսիֆիկացիան։ Ասում է Ադրբեջանի հետ հարաբերությունները կառուցվում են 3 սկզբունքների վրա։ Հարց, իսկ այն 5 սկզբունքները ուր անհետացան, երբ որ ի սկզբանե Ադրբեջանը ներկայացրել էր, հայկական կողմը տվել էր իր անվերապահ հավանությունը դրան։ Պրահայում մինչև հայտնի հայտարարություն ստորագրել է, որ Ջեհրում Բայրամովը լրացուցիչ 12 կետերի մասին էր խոսում։ Բայց դրանք ուր են անհետացել։ Ադրբեջանի տարածքային պահանջները Հայաստանի նկատմամբ վերացել են։ Թե դու մտածում ես մենք մոռացել ենք քո ելույթը 2022 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից, երբ որ հայտարարում էր, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ նոր տարածքային պահանջներ ունի, որը ներառում է Հայաստանի հարավը, արևելքը, մայրաքաղաքը։ Ոնց որ տես ասուլիսի բովանդակությունը աշխարհագրորեն համընկնում է Իլհամ Ալիևի Հայաստանի տարածքային պահանջների հետ։ Կամ խոսում է Հայաստանի ուրեմն եւ Ադրբեջանը 91 թվականի Ալմատայի հռչակագրի հիման ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Ինքը տենց է ասում։ Իսկ լրագրողը հիշեցնում է իրան, որ իր ենթակա արտաքին գործերի նախարար Արադ Միրզոյանը մի քանի օր առաջ Անտալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ Թուրքիայի լրատվականին TRT World-ին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը Ալմատայի հռչակագրի հիման վրա։ Այսինքն, էսի մտածում է, թե մենք տեղյակ չենք, մոռանում ենք իրանց ասածները, տրամաբանական կապերը չենք տեսնում, չենք հասկանում։ Ու ինչ հիմարություններ ինքը որ խոսի, դա մենք պիտի այդ պահին ընդունենք որպես հալած յուղի տեղ ճշմարտություն։ Ու ինչն էր այս ասուլիսի գլխավոր մեխերից մեկը մի խաղալիք է պատվիր է, որը թափարել այս նկատի ունեմ այդ իր պատկերացրած Հայաստանի քարտեզը տվել է, չգիտեմ, իշմա կոմպյուտերով տենց հիմա 3D պրինտերներ կան, ինչ կան, կտրում են, հանում են, վերցրել է բերը դրել, ասում է ճիշտ ասած, այսօրվա ասուլիսի համար չէի բերե, բայց դες մի բան սարքել եմ, հետս վերցրել եմ, ու այդ ասուլիսի համար, որ ինքը դա չի բերե, դա թափարել է երևի մի անհաշվելի անգամ, ընդհանրապես իր մոտ մի բանը որ կրկնում է 11 անգամ ալնում, Մյունխենում էր, չէ, 11 անգամ կրկնես մի բառը, անընդհատ այս պապկայի մեջից հանում է այս քարտեզը, թափահարում ցույց է տալի, նորից դնում տեղը, նորից հանում, թափահարում ցույց է տալի, այդ խաղալիքն է անգե ձեռը, որը անհաշվելի անգամ այս ասուլիսի այս գլխավոր գործող անձը այդ խաղալիքն էր։ Հիմա գանք ըստ թեմաների։ Գլխավոր հարցը, որ ինքը տալիս է ու փորձում է գտնի դրա պատասխանը։ Իսկ ո՞րն է Հայաստանի Հանրապետությունը։ Պատկերացնում եք, աշխարհում կա մի երկիր, որը ունի ղեկավար, եւ այդ ղեկավարի մոտ հարց գոյություն ունի, թե ո՞րն է այն երկիրը, որը ինքը ղեկավարում է։ Այսինքն ինքը դեռ որոնումների մեջ է, անընդհատ փորձում է հասկանալ, թե ո՞րն է Հայաստանի Հանրապետությունը։ Ու սենց փորձում է գտնել, քարտեզներ է պատվիրում, հանրագիտարաններ է կարդում, հռչակագրեր է նայում, տարբեր Ալմաթա, չգիտեմ ինչ, որպեսզի հասկանա, թե ո՞րն է Հայաստանի, ու դες չի կարողանում գտնի, թե ո՞րն է Հայաստանի Հանրապետությունը։ Օրինակ ես որևէ այլ երկիր կա, որը տենց հարց ունի իր մոտ դրած։ Կամ ասենք օրինակ, այդ հարցը երբանից է սկսել քո մոտ առաջանալ, թե ո՞րն է Հայաստանի Հանրապետությունը։
Հենց 44 օրյա պատերազմից հետո 4 տարի անց, 3 տարի անց, 2 տարի անց, 2018 թվի մայիսյութին, որ դու ընտրվել էիր վարչապետ, քո մոտ հարց առաջացել էր, թե ասենք օրինակ մայիսի 25-ին, թե որն է Հայաստանի Հանրապետությունը։ Մի տարի պաշտոնավարել էր 2019 թվի մայիսին։ Քո մոտ հարց առաջացել էր, թե Հայաստանի Հանրապետությունը որն է ընդհանրապես։ Այնվաղ դու Ալմաթայի հռչակագրի մասին որևէ տեղ խոսել ես։ 2020 թվին մինչև պատերազմը քո մոտ հարց առաջացել էր, թե որն է Հայաստանի Հանրապետությունը։ Բայց 2020 թվին, երբ որ նստել էիր Facebook-ում, սենց ոնց որ հիմա ես եմ նստած լայվ էիր անում, որ մարտակոչ էիր անում, ասում էիր, սա մեր Սարդարապատն է, բոլորդ կամավոր, էլ մի նայեք զինկոմիսարիատների ծանոթագրերին, կանայք ձեր ամուսիններին հանեք ուղարկեք ռազմաճակատ, դուք էլ առանձին գնացեք, կամավորագրվեք կանանց ջոկատներում, եթե մենք մեր հայրենիքը պաշտպանենք, բայց դու մեր հայրենիք ասելով ինչ նկատի ունեիր, դու Հայաստանի վարչապետը չես, բա որ դու Հայաստանի վարչապետը, Հայաստանի քաղաքացուն կոչ անում, ասում է գնա պատերազմ երկիրդ պաշտպանի։ Այդ երկիրը որ երկիրն էր, այսօրվա քո խաղալիքն էր գնացել պաշտպանելու։ Բայց 2 տարի ու կես դու արդեն այդ երկրի ղեկավարն էիր։ Քո մոտ հարց առաջացել էր, թե որն է Հայաստանի Հանրապետությունը։ Կամ եթե դու ինքդ ես ստեղծել Սահմանների հանձնաժողով 2022 թվականի սեպտեմբերի 23-ին կոչվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողով։ Եվ խնդիր ես դրել այդ հանձնաժողովի առաջ, որպեսզի Ադրբեջանի համանման հանձնաժողովի հետ իրականացնեն սահմանների ճշգրտում։ Մինչև այդ խոսել ես, թե ինչ քարտեզներով դա պիտի իրա, ինչ իրավական հիմքերով, ասել ես, որ պիտի բոլոր հիմքերը նայեն։ Մի փաստաթուղթ է ստորագրում Գրանադայում, որտեղ ասում ես դրա հիմքը պետք է լինի 91 թվականի սովետական միության զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզները։ Մի ուրիշ դեպքում ասում ես, որ դա պիտի լինի 75-76 թվականների քարտեզները, որ այդ հանձնաժողովները ամբողջական կազմով դեռ ոչ մի նիստ չեն արել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանային հարցերի վերաբերյալ որևէ միջազգային պայմանագիր չի կնքվել։ Այդ պայմանագիրը ազգային ընթացակարգերով ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում վավերացման գործընթաց չի անցել։ Հիմա հարց. դու որտեղից իմացար, թե Հայաստանի սահմանները ոնց են անցնում, որտեղով են անցնում։ Որ մի հատ էլ մի ուրիշտեղ ասում է բանը միլիմետրի ճշտությամբ մենք գիտենք, թե որտեղով են անցնում Հայաստանի սահմանները։ Միլիմետրի ճշտությամբ ինքը Հայաստանի սահմանների մասին գիտի, բայց ասում է ադրբեջանցիները մեր ուշադրությունը հրավիրեցին այն հանգամանքի վրա, որ Հայաստանի տարածքը 29800 չի, այլ 29743 է, այսինքն ստացվում է, որ սրա համար իր երկրի տարածքի ու սահմանների վերաբերյալ ինֆորմացիայի աղբյուրը ադրբեջանցիներն են։ Բա որ դու միլիմետրի ճշտությամբ Հայաստանի սահմանները գիտես, նույն օրը, նույն հարցազրույցում, ոնց ես դու 57 քառակուսի կիլոմետրի վրա շեղում տալի։ Չէ՞ որ դու միլիմետրի ճշտությամբ գիտես, չէ՞ Հայաստանի սահմանները։ Նույն օրը խոսում ես 2 թվի մասին, որոնց տարբերությունը 57 կիլոմետր քառակուսի է։ Ես չգիտեմ, իրանք Ենոք հավանում հող ունեն, այդ հողը քանի քառակուսի մետր է, որ ինքը կարա 57 կիլոմետր քառակուսու շեղումներով խոսի պետության տարածքի մասին։ Էն էլ ինչ պետության։ Այդ տգետ Հայաստանի Հանրապետությունը, այն պետությունը, որը ստեղծվել է, որի ղեկավարը դու ես, որի քաղաքացիները մենք ենք, այդ անվանումը ստացել է եւ այդ գործընթացը պետության կազմավորման սկսվել է հիմք ընդունելով 1990 թվականի օգոստոսի 23-ի անկախության մասին հռչակագիրը։ Դրանով է ստեղծվել Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ այդ պետությունը ստեղծվել է հայկական ԽՍՀ եւ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի վերամիավորման արդյունքում։ Հիմա հասկացա՞ք, թե որն է Հայաստանի Հանրապետությունը, որն է նրա տարածքը։
Եվ երբ որ դու եկել ես իշխանության, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը վերահսկողություն են ունեցել առնվազն այդ տարածքի վրա, որը ամրագրված է եղել անկախության մասին հռչակագրով, եւ ավելին անվտանգության գոտիով, որն ապահովում էր այդ տարածքի անվտանգությունը, եւ որը ամրագրված էր Արցախի Հանրապետության սահմանադրության վերջին հոդվածում։ Սա է Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ դու քո տգիտությամբ ամեն անգամ ասում ես, մի հատ քարտեզ, այս է հանրապետությունը, չէ, հիմա այս պուճուրիկը, կարող ես մի օր ասի, չէ, այս պուճուրն է մեր Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետությունը Պրոշյան փողոցի վրա գտնվող իր կառավարական ամառանոցն է եւ Հանրապետության հրապարակում գտնվող իր կառավարական աշխատասենյակը։ Սա է Հայաստանի Հանրապետությունը։ Մնացածը թողեք գնացեք ստեղից, կգան թուրքերը, ադրբեջանցիները, լավագույն դեպքում հնդիկները, մահմեդական։ Այսինքն դու եթե դու չգիտես թե ինչ է, սա տգիտությունը, գիտեք, սա ամենավտանգավոր տգիտությունն է։ Գանք մի հատ բան անցնեմ, այնքան շատ բան կա ասելու, որ պետք է ասնեմ։ Ասում եմ, սա ցույց է տալի այդ խաղալիքը։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքն է, եւ մենք այս տարածքից չենք պատրաստվում ոչ մի բան զիջել ոչ մեկին։ Մենք հասկանում ենք, որ սա շատ բարդ է, բայց սա ՀՀ ինքնիշխան տարածքն է։ Հիմա հարց. այդ խաղալիքդ վերցրու, գնա այդ խաղալիքիդ վրա պատկերված Գորիս քաղաքից միջպետական ճանապարհով գնա Կապան։ Կարաս գնաս։ Հələ 2021 թվականին, երբ որ նախընտրական քարոզություններ իրականացնում, չնայած ռուսական սահմանապահ ծառայության զորքերի ուղեկցության, դեռ կարողանում էր այդ տարածքով անցնել։ 2020 թվականին, երբ որ գնացել էիր սահմանադրության հանրաքվեի քարոզարշավ էր իրականացնում, այդ ճանապարհով կարողանում էիր անցնել։ Հիմա դու Հայաստանի ինքնիշխան տարածքով որպես այդ երկրի ղեկավար կարաս անցնես թե չէ։ Այդ խաղալիքդ վերցրու, գնա ջերմուկ, հաճախ չէ գնում այնտեղ լավ հյուրանոցներ կան, խմելու բան կա, ուտելու բան կա, գրավիչ է քեզ համար, տաք ջինի կա։ Հենց մի հատ գնա ջերմուկ, հիմա այնտեղ սարերում 2 մետր ձուն կա, 4 մետր ձուն կա։ Նստի մի հատ ձնա գնաց ու հանգիստդ վայելի ջերմուկի լեռներում։ Այն նույն տարածքում, որը քո խաղալիքի վրա պատկերված է։ Դրանք կարաս դու գնաս ընդ։ Գարունը որ բացվի, ասենք հիմա ձյունը հալվի, ապրիլ-մայիս ամիսներին, կարաս գնաս այդ տարածքում սնկի կամ մանդակի։ Հայաստանի որևէ քաղաքացի կարա գնա թե չէ։ Բա մինչև քո իշխանության գալը կարողանում էին, չէ։ Այդ ինքնիշխան տարածքում։ Այդ խաղալիքը որ ձեռքը տա, այդ խաղալիքիդ վրա պատկերված է Սոտքի ոսկու հանքավայրը, որը 2023 թվականից մարտ ամսից չի աշխատում ու դրա պատճառով չի աշխատում նաև Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, երկու խոշոր հարկ վճարող ընկերություններ։ Բան չի չեն աշխատում, բա մեր ինքնիշխան տարածքում չի։ Այդ խաղալիքը որ ձեռքը տա, դրա վրա երասխը կա, երասխի մետալուրգիական գործարաններ կա, բան չի չկառուցվեց այդ գործարանը։ Բայց հերոս հարկատուների վճարած 3 միլիարդ 500 միլիոն դրամից կառավարությունը ինչի բյուջետային վարկ հատկացրեց այդ ընկերությանը, որ գործարանի տարածքը տեղափոխի։ Վնասներն է փոխհատուցում։ Արցախի հայության ունեցվածքի վնասները ով պիտի փոխհատուցի։ Բայց իրանց պատճառած վնասները ով պիտի փոխհատուցի։ Այդ որ ինքնիշխան ես դարձե, ինքնիշխանությունը սրա համար արդեն պարզ է թե ինչն է։ Դա իր իշխանությունն է։ Այսինքն եթե ինքը մնում է իշխանության, դա կոչվում է ինքնիշխանություն։ Դրա համար ինքը ամեն գնով դա պետք է պաշտպանի։ Դա ոչ մի դեպքում մեր երկրին եւ մեր պետությանը չի վերաբերում։ Ասում է Ալմաթայի հռչակագիրը եւ 2022 թվականի Պրահայի հայտարարությունը վկայակոչում է որպես տարածքային ամբողջականությունները փոխադարձաբար ճանաչելու հիմք։ 2022 թվականի Պրահայի հայտարարությունը դա ընդամենը հայտարարություն է, որը
չի անցել վավերացման ոչ մի ընթացակարգ։ Այսինքն դա ընդամենը մի պաշտոնյայի մեր կողմից ընդհանուր առմամբ 4 պաշտոնյայի, որոնցից երկուսը առհասարակ դա ստորագրելու լիազորություն չունեին, օրինակ Եվրոպական միության խորհրդի նախագահ Շարլ Միշելը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, այսինքն նրանք որևէ լիազորություն չունեին այդ փաստաթուղթը ստորագրելու։ Հիմա դու ես ստորագրել ես, ինքն էլ չունի դեպ ասա, մեր սահմանադրությունն իրան իրավունք չի տալի։ Ընդամենը քո ստորագրության մի հատ հայտարարություն ինչ է, մարդը խոսում է, իր խոսածածը գրում են, ստորագրում է։ Դա որպեսզի դառնա միջազգային պայմանագիր եւ դառնա պետության պարտավորություն, պետք է ըստ մեր երկրի ազգային օրենսդրության Սահմանադրական դատարանը քննության առնի դրա համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը եւ եթե դա համապատասխանում է սահմանադրությանը, ազգային ժողովը վավերացնի Հանրապետության նախագահը ստորագրի եւ հրապարակվի։ Պրահայի հայտարարությունը այդ ստորագրողներից ոչ մեկի մոտ ոչ վավերացման ոչ մի գործընթաց չի անցել։ Դրա փոխարեն, ինչպես Հայաստանի ազգային ժողովի այնպես էլ Եվրոպական խորհրդանի եւ Եվրամիության անդամ բոլոր երկրների խորհրդաների կողմից վավերացվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված Եվրամիության եւ Հայաստանի Հանրապետության միջև խորը ընդլայնված եւ համապարփակ գործընկերության մասին համաձայնագիր է, որը ասում են ՍԵՊԱ-ի համաձայնագիր, որտեղ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ դրույթ գոյություն ունի։ Այսինքն Շարլ Միշելը, Նիկոլ Փաշինյանը եւ Էմանուել Մակրոնը խախտել են իրենց երկրների եւ միջազգային կազմակերպության ներքին օրենսդրությունը եւ ստորագրել են փաստաթուղթ վավերացված միջազգային պայմանագրի դրույթներին հակասող։ Եվ հիմա ինքը դա վկայակոչում է որպես Հայաստանի տարածք։ Սահմանային հանձնաժողովի մասով պետք է բավարարել հարց են տալի, ասում է, ինչով է զբաղվում սահմանային հանձնաժողովը, ասում է, սահմանային հանձնաժողովները իրենց գործունեության մասին հաղորդագրություններ տարածում են։ Պետք է բավարարվել այդ հաղորդագրությունները։ Այդ հաղորդագրությունը այն է, որ մենք չենք իմացել անգամ, որ Մեհեր Գրիգորյանը եւ Շահին Մուստաֆաևը նույնիսկ հանդիպել են իրար։ Այդ հանձնաժողովների ամբողջական կազմով հանդիպում մինչ օրս չի կայացել։ Մեհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովը Հայաստանում դեռևս ամբողջական կազմով որևէ նիստ չի հրավիրել։ Մեհեր Գրիգորյանի գործունեությունը որպես փոխվարչապետ լուսաբանվում է կառավարական gov.am պաշտոնական կայքում։ Ես նայել եմ, դուք էլ կարող եք նայել, որընդեղի մամուլի հաղորդագրությունների մեջ չկա, որ Մեհեր Գրիգորյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի նիստ, օրակարգ, նիստի արձանագրություն, 0։ Իսկ վարչապետը ասում է բավարարվեք պաշտոնական հաղորդագրություններով, այսինքն դրանով ինչը որ գոյություն չունի, որովհետև այս ազգադավ հայրենակործան, հայրենիքը թշնամուն հանձնելու տարածքային ամբողջականության դեմ քրեական հանցագործությունը իրականացվում է գաղտնի եւ գաղտնագողի։ Մյուս բլոկը այս ասուլիսի անկլավներ, հիմնական թեմաներից մեկն է։ Ինչը ասում ինքը, ցիտում եմ, որևէ քննարկման ժամանակ երբեք չի քննարկվել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին։ Ադրբեջանական մամուլում արծարծվում են գյուղերի անուններ, ՀՀ տարածքում այդպիսի անուններով գյուղեր չեն եղել, ընդ որում ոչ միայն խորհրդային միության ժամանակ, այլև նրանից հետո։ Այսինքն սա ինչ է սրա մանիպուլյացիան, ասում է, որ ադրբեջանցիները իրենց անվանումներով են այդ գյուղերի անունը հիշատակում։ Հայաստանում այդպիսի գյուղեր չկան։ Հայաստանում դրանք ուրիշ անունով են։ Բնականաբար, ասենք ադրբեջանական տեղանունների ցանկում չի կարա չէ լինի ոսկեպար գյուղ։ Դա կլինի միայն Հայաստանի տեղանվան մեջ։ Իրանք ասում են, թե ադրբեջանցիները իրենց անուններով են կոչում, այդ անուններով մեր մոտ չկա։ Ու սա վտանգը ինչու՞մ է։ Սա շատ կարևոր բան է։ Այն ինչի մասին, որ մենք ժամանակին հազանգում ենք։ Որ սա ոչ թե անկլավներ է հատկացնում, տարածքներ, կղզյակներ, որոնք որ ադրբեջանցիները ֆիզիկապես
դժվարություն պիտի ունենային այնտեղ գալու, գնալու, երկու սահման պիտի հատեին, ճանապարհ չունեին։ Այդ այնց է տալի, որ նրանք Ադրբեջանի հետ ունենան հուսալի, ցամաքային, անխախտ կապ։ Այսինքն անկլավ չի տալի, սիրելի հայրենակիցներ, ամբողջական տարածքներ է տալիս, որը այդ գյուղերը ուղիղ կապով կապվում Ադրբեջանի հետ։ Այդ գյուղերում ոչ մի մարդ չի ապրելու։ Ադրբեջանի այդ հսկայական տարածքների վրա մարդիկ չեն մնացել այդ մի քանի կիլոմետր քառակուսու հույսին։ Ադրբեջանը այդ տարածքները զավթում է հիմա իր հետ նենք պայմանավորվածությամբ մի նպատակով։ Իրանք էլ են խոսքի մեջ ասում։ Ենթակառուցվածքները, որ ընդգրկում ենթակառուցվածք։ Այդ ենթակառուցվածքը կանալիզացիայի տրուբա չի։ Այդ ենթակառուցվածքը ինչ որ անցնում է կոնկրետ Տավուշի մարզի այդ հատվածներով, դա Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհն է, մի քանի հատվածներով, որը փակվելու է, ճիշտ այնպես ինչպես փակվել է Գորիս-Կապան Ճակատեն հատվածներում Երևան-Մեղրի միջպետական նշանակության ճանապարհը, իսկ փակվում է դեպի Վրաստան գնացող մեր միջպետական ճանապարհը, եւ երկրորդ այդ հատվածով է անցնում Հայաստան-Ռուսաստան գլխավոր գազատարը։ Եվ այդ գազատարը եթե հայտնվում ադրբեջանական վերահսկողության ներքո, դրա հետ լինում է այն, ինչ որ հայտնվել էր Հայաստանը Արցախին կապող գազատարը Լաչինի Միչանսկի հատվածում ադրբեջանական վերահսկողության Նիկոլ Փաշինյանի եւ Արայիկ Հարությունյանի կողմից հանձնելուց հետո։ Հիշում ենք, կարծում եմ, որ փակվում է գազատարը եւ գազամատակարարումը դադարեցվում է։ Իսկ դրանից հետո ինչ է ալնում։ Հայաստանում էլեկտրաէներգիայի 60-ից 70%-ը արտադրում է ջերմաէլեկտրակայանը, Երևանի ջեկը, որ այդ էլեկտրաէներգիան ստանում է գազ վառելու հաշվին։ Պարզա ինչ է սպասվում Հայաստանին այդ տարածքները Ադրբեջանին հանձնելուց հետո։ Եվ եթե ինքը ստեղ մեծ խաղալիքը ձեռը ընդամենը 20 անգամ բարձրացնում իջացնում է մարդը զբաղեցնում կրկեսի վերածելով, Ադրբեջանում շատ լավ են հասկանում այդ տարածքների ստրատեգիական նշանակությունը եւ իրենց համար եւ Հայաստանի պետականության վերացման համար։ Եվ դրա համար ասում են ինչ սահմանազատման հանձնաժողովի մեհեր շտաբ կարգով ամեն ինչից առաջ հենց հիմա ու ինքը խոստովանում է, լսեք ինչ է ասում։ Իսկ ես արդեն հանձնարարություն եմ տվել, որ ճանապարհները փոխանցեն, նոր ճանապարհ կառուցեն, այդ գազատարը ընդեղով հանեն, բերեն, արդեն հանձնարարություն է տվել, առաջիկայում էլ պիտի գնա։ Հəl գործընթաց չի սկսվել, թուղթ չի ստորա, ոչ մի բան չի, բանավոր։ Ճիշտ այնպես, ինչպես բանավոր ինքը Գորիս-Կապան ճանապարհն էր հանձնել ադրբեջանցիներին։ Ադրբեջանի համար ոչ մի նշանակություն չունեցող ճանապարհ է։ Գորիսից Կապանեն հատվածը, որ ադրբեջանական վերահսկողության է, ադրբեջանական ոչ մի երկու գյուղ իրար չի կապում։ Այնտեղ ոչ մի մարդ չի ապրում ու չի ապրելու երբևէ։ Բայց կտրել են կապը Հայաստանի բնակավայրերի եւ Հայաստանի Իրանի։ Հիմա շրջանցող ճանապարհը Տաթևով անցնող, թե ինչ վիճակում է, խնդրում եմ հետևեք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության եւ փրկարար ծառայության ամեն օրվա մամուլի հաղորդագրությունները։ Քարաթափումներ, սողանք, վթարներ, փակ ճանապարհներ, ձմռանան, որտեղ այդ շրջանցող գյուղական ճանապարհը չի կարող փոխարինել միջպետական ճանապարհին։ Հիմա նույնը անում է հյուսիսային հատվածում։ Ասում է անհեթեթ են Տավուշի մարզից որևէ բնակավայր հանձնելու։ Արդեն տվել է հանձնարարական։ Հիմա ասում եմ, սա է մեր տարը, սա է, ցույց է տալի։ Ուրեմն գոյություն ունի վերջ էլի, մինչև 18 թվականի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը մենք լավ վատ պետություն ենք եղել։ Այդ պետությունը ունեցել է սահմանադրություն, օրենքներ։ Եվ հիմա գոյություն ունեցող օրենքներից է, գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետության
պետական սահմանի մասին օրենքը։ Մյուս օրենքը կոչվում է Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենք։ Վարչատարածքային բաժանման մասին օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորները եւ տալիս է նրանց սահմանների նկարագրերը։ Ըստ դրա Հայաստանի միավորներն են վարչատարածքային մարզերը եւ համայնքները։ Համայնքները կազմված են գյուղական եւ քաղաքային բնակավայրերից։ Հիմա այդ օրենքով վարչատարածքային բաժանման մասին օրենքով գոյություն ունի Տավուշի մարզ վարչատարածքային միավորը, որի կազմում է գտնվում Իջևան խոշորացված համայնքը, որի կազմի մեջ մտնում են բազմամի քանի բնակավայրեր, Իջևան քաղաքը եւ հարակից գյուղերը, այդ թվում Ոսկեպարը, Այրումը եւ այլն։ Եվ եթե դու հիմա դա համարում ես Ադրբեջան, ասում ես Ալմաթայի հռչակագրով դա Ադրբեջան, Ալմաթայի հռչակագրում գրած է Տավուշի մարզ, Ոսկեպար, Իջևան, այդ գրած է վարչատարածքային բաժանման մասին օրենքով, եւ օրենքի առանձին հավելվածներով տրված է դրա սահմանների նկարագիրը։ Եվ ըստ այդ սահմանների նկարագրի Տավուշի մարզպետը հաստատում է ամեն տարի մարզի հողերի հաշվեկշիռը, մարզի հողային հաշվեկշիռը։ Յուրաքանչյուր համայնք ունի իր հողային հաշվեկշիռը։ Այդ հերոս հարկատուները, որ հողի հարկ են վճարում, հարգելի տգետ, իրանց ունեցած հողերից են վճարում։ Իսկ հողը լինում է պետության սեփականություն, համայնքային սեփականություն, մասնավոր սեփականություն։ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը նկարագրված է այս կամ այն համայնքի վարչական տարածքում բացի Սևանա լճի հայելու մակերեսից։ Հիմա բացի եւ կարդա 87 թվի սովետական հանրագիտանը կարդալուց բացի կարդա նաեւ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքը, որտեղ գրած է Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող բնակավայրեր, այդ թվում Պարուր Սևակ եւ Տիգրանաշեն։ Հիմա Տիգրանաշեն համայնքը, որ դու համարում ես Ադրբեջան, այնտեղ հող կա, չէ՞, հողերը գախիտ։ Այդ հողը ունի սեփականատեր, որոնցից մեկն էլ քո մարզպետն է, Ռազը Կռազը։ Դրանք իրանց գրանցած հողի համար ունեն սեփականության վկայական տրված Հայաստանի կադաստրի կոմիտեի կողմից, որը համարվում է կառավարության ենթակա մարմին, այն կառավարության, որի ղեկավարը դու ես, եթե չգիտես, ասեմ իմացի։ Բա ո՞նց է ստացվել, որ Հայաստանի պետական մարմինը տվել է կադաստրի վկայական, սեփականության վկայական այլ երկրի տարածքում։ Բա դու դրա մասին նոր ես իմացել։ Այդ ի՞նչն է քեզ տիպե, որ իմանաս։ Ադրբեջանի նախագահը, այդ դեպքում արդեն քեզ պետք չի կարդալ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, դու պիտի կարդաս քրեական օրենսգիրքը, որտեղ ասում է թշնամու կողմը անցնելը եւ թշնամու շահերը սպասարկելը ի հաշիվ քո պետության, դա կոչվում է պետական դավաճանություն։ Իսկ պետական դավաճանները ոչ թե ղեկավարում են երկիրը, որին ծառայելու համար օրենքով սահմանված երթում են տվել, որ պիտի իրենց գործունեությունը համապատասխանի սահմանադրության եւ օրենքին, պետք է ծառայես դրան, այլապես դու հայտնվում ես բանտում, ոչ թե նստում ու ժամերով դուրս տալի հիմարություններ։ Ղարաբաղի հարց։ Իմիջայլոց ասեմ, որ այսօր ես եթերից առաջ կարդացի, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ցիտում եմ ՀՀ նոր կառավարությունը 2018 թվականի իշխանափոխությունից հետո ՀՀ նոր կառավարությունը տարածքներ վերադարձնելու վստահեցում է տվել։ Սա իրան է վերաբերում։ Սրան դեռևս որևէ արձագանք չկա։ Սա ես կարդացել եմ այսօր Ազատություն ռադիոկայանի պաշտոնական կայքում։ Ասում է, որ Ղարաբաղի հարցը լուծված էր դեռ 96 թվականից, 2004 թվականից, 93 թվականից, 2006-ից, 2016-ից,
Բայց ես ուզում եմ սրան հիշեցնենք, էլի, ինքը Հայաստանի վարչապետ երբ է ընտրվել։ Իմ հիշելով դա եղել է 2018 թվականի մայիսի 8-ին։ Բա որ Ղարաբաղի հարցը 93 թվականից էր լուծված, 91 թվականի Ալմաթայի հռչակագրով էր լուծված, 2006-ին էր լուծված, 2016-ին էր լուծված։ Այդ քո 2018 թվի ելույթները կարելի է դու նորից կարդաս։ 2020 թվի քո ռազմակոչերը մտ կարելի է որ դու նորից կարդաս։ Բայց ինչին էր վերաբերում այդ ամեն ինչը։ Եթե հիմա այս պատերազմում դու ընենց ղեկավարի երկիրը, որ մենք հաջողություն ունենայինք, ասենք ոչ թե նոր տարածքներ ազատագրվեր, այլ հաշտություն կնքվեր, Ադրբեջանի առաջխաղացումը կանխվեր, ասենք գոնե կանխվեր ընենց, ոնց որ կանխվեց 2016 թվականի ապրիլյան քարորյա պատերազմում։ Դες նույն բաները ասելու էիր։ Բայց եթե այս ամեն ինչը դու ասում ես, որպես պատերազմի հետևանք, բա պարզի դու ինչի համար ես ասում։ Ընդհանրապես քո իշխանությունը պահելու համար։ Իսկ այդ իշխանությունը արդեն վտանգ է մեր պետության եւ անվտանգության համար։ Հայ-ռուսական հարաբերություններ։ Իհարկե այդ սահմանապահ ծառայությանը զվարթնոցից իրանց հանելուն եւ այլն, սա մեր հաջորդ թեմատիկ զրույցն է, ավանդական հաջորդ 3 շաբթի օրն է մարտի 19-ին ես խորը վերլուծություն եմ պատրաստել, արդեն մեծ մասը ավարտել եմ իմ վերլուծության, շարունակում եմ աշխատել, ժամանակ ունենաք լսեք, ընդհանրապես սահմանապահ ծառայության պետական սահմանի պահպանության վերաբերյալ մանրամասն զեկույցը ձեզ ներկայացնելու։ Հիմա այդ մասին չանդրադառնամ։ Բայց ասում եմ Ռուսաստանի նախագահը երբ եք խոսել, ասում եմ 2023 թվականի դեկտեմբերին, ուրեմն հունվար, փետրվար, մարտ, բազում ասա 3 ամիս է, Ռուսաստանի նախագահի հետ շփումներ չունի։ Մի երկիր, որը ստանձնել է ԵԱՏՄ-ում նախագահությունը, որը փոխանցել է հապկում նախագահությունը Բելարուսին, որի արտաքին առևտուրը 80%-ով այդ երկրի հետ է, որի այդ երկրի Լարսի անցակետը 4 ժամով որ փակվում է Հայաստանի տնտեսության մեջ արդեն շարժ է նկատվում բացասական։ Բացում է այդ երկրի ղեկավարի ինքը արդեն 3 ամիս է դառնում կոնտակտ ընդհանրապես չի պահում։ Բայց դրա փոխարեն ասում է, որ տարբեր պաշտոնյաներ բարբերաբար շփվում են թուրք գործընկերների հետ, որ ինքը հեռախոսազրույցներ է ունենում Թուրքիայի նախագահի հետ, որ ինքը այցելել էր Թուրքիայի նախագահի երթման արարողությանը մասնակցելու։ Խոսում է հապկի մասին, ասում է մեր քաղաքական դիրքորոշումն է սառեցումը, մեզ ասում են itենց իրավական ռեժիմ գոյություն չունի։ Ինչ է նշանակում քաղաքական որոշումը սառեցնել։ Դա սառեցում չի համարվում, դա համարվում է կազմակերպության բոյկոտ։ Ընդ որում ինքը ասում է, նայեք ոնց է արտահայտվում է սա։ Մենք ասում ենք չենք մշտական ներկայացուցիչ չենք ուղարկի այդ կազմակերպություն, դեսպանն է դա, դեսպան չեն ուղարկում։ Մենք հրաժարվել ենք գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից։ Չենք մասնակցում հապկի գագաթաժողովներին։ Անգամ գագաթաժողովներում կայացված որոշումները չենք ստորագրում։ Սառեցրել ենք մեր։ Դա սառեցում չի, դա բոյկոտ է։ Դա նշանակում է խափանել կազմակերպության բնականոն գործունեությունը։ Դա նշանակում է հրաժարվել կազմակերպության արժև ստանձնած քո միջազգային պարտավորություններից։ Ընդ որում մի կազմակերպությունում, որտեղ որոշումները կայացվում են կոնսենսուսով, այսինքն մի երկրի բոյկոտը խափանում է ամբողջ կազմակերպության բնականոն գործունեությունը։ Եվ սա ինքը համարում է սառեցում, ի սառեցման մասին է խոսքը։ Սա ընդամենը ցույց է տալի անբարեխիղճ երկրի վարքագիծ, որ պետությունը կարա մաս կազմի միջազգային կազմակերպության եւ խաթարի այդ կազմակերպության գործունեությունը։ Հələ մատ հապկի տարածքը նայեք աշխարհագրերը, մեկ էլ Հայաստանը։ Հապկի մյուս պետությունների ղեկավարների մեկ էլ իրեն ֆիզիկապես։ Ու սա խաթարում է միջազգային մասշտաբի ռազմաքաղաքական կազմակերպության գործունեությունը եւ անվտանգային սպառնալիք է ստեղծում հավաքական անվտանգության պայմանագրի ողջ տարածքում։ Եվ դա համարում է, ասես քաղաքական գնահատական եմ տալի, սառեցրել ենք։
հարաբերությունները։ Ասում եմ մենք դա արել ենք, որովհետև ՀԱՊԿ-ը չգիտի իր պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը չի ճանաչել Հայաստանի սահմանները։ Ուրեմն ՀԱՊԿ-ից բացի Հայաստանը անդամակցում է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների։ Օրինակ Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ է։ Հայաստանը Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության անդամ է։ Հայաստանը Սերծովյան տնտեսական կազմակերպության անդամ է։ Բազմաթիվ կազմակերպությունների անդամ է։ Այդ կազմակերպություններն են ճանաչում մեր երկրի սահմանները։ Դες բան գոյություն ունի, ասենք աշխարհում կա մի դեպք, որ մի կազմակերպություն ճանաչի մյուս երկրների սահմանները։ ՀԱՊԿ-ը իր առաքելությունը իրականացնելուց քո սահմանային խնդիրների հետ ինչ կապ ունի։ Ասենք որ Ղազախստանը դիմել էր ՀԱՊԿ-ին 2023 թվականի հունվարի 5-ին օգնության խնդրանքով։ Դու էլ նախագահում էիր ՀԱՊԿ-ը, սա գիշեր չքնեցիր, ամսի 7-ին արդեն ՀԱՊԿ-ի զորքերը գտնվում էին Ղազախստանում։ Ղազախստանի սահմանների մասին քեզ որևէ մեկը հարց տվել է, այդ հարցը բարձրացրել է, որ դու որոշում կա։ Բայց մատ ասել Ղազախստան, հələ մի հատ բերեք տենանք, Ղազախստանում ՀԱՊԿ-ի ուրեմն պատասխանատվության գոտին որն է, Ղազախստանի սահմանները ոնց է անցնում, մինչև հիմա հələ Ղազախստանը եւ Ռուսաստանը իրենց սահմանների դեմարկացիա, դելիմիտացիա չեն իրականացրել։ Ոմենք առանց հասկանալու Ղազախստանի սահմանները ոնց է, միջազգային պայմանագրեր չկա, մենք ոնց ուղարկենք ՀԱՊԿ-ի առաքելությունը Ղազախստան։ Բա որ հերթը հասավ այդ նույն Հայաստանին ՀԱՊԿ-ի օգնությանը տալուն, էլ նախագահողը դու էիր։ Այդ հարցը քո մոտ ինչի առաջացավ։ Էն էլ քո մոտ, որ Հայաստանի ղեկավարը դու ես, ինքդ ասում ես, որ միլիմետրի ճշտությամբ գիտես Հայաստանի սահմանները, ՀԱՊԿ-ին գնայր միլիմետրի ճշտությամբ քո սահմաններն ասեիր, ՀԱՊԿ-ն գար, իր զորքերը կանգնացներ քո միլիմետրի ճշտությամբ ճշտած սահմաններում։ Եթե խախտվել այդ երկրի սահմանները, քո զորքը որտեղ կանգնած է, ՀԱՊԿ-ը պիտի գա կանգնի դրա կողքը։ Այսինքն եթե քո զորքը կանգնած է Ջերմուկում, ՀԱՊԿ-ը խո չի գալու նստի Եղեգնաձորում։ Այդ քո եվրոպացի դիտորդներն են գնացել նստել Եղեգնաձորում, գիտելիք համալսարանի շենքում։ Որտեղ իրենք քաղաքացիական դիտորդական առաքելություն էին։ ՀԱՊԿ-ը քեզ քաղաքացիական էր առաջարկում։ ՀԱՊԿ-ը քեզ ռազմական առաքելություն էր առաջարկում։ Այս ամեն ինչից ինքն է հրաժարվել։ Ու ասում է մեր կարմիր գծերը հատվել են։ Բա որ կարմիր գծերը հատվել են, սահմանները հատվել են։ Լավ, ասում եմ այս օրենքը կարդա, այն օրենքը կարդա, այն օրենքը կարդա։ Բա սահմանադրություններ չես ուզում կարդա։ Բա սահմանադրություն ուզում ես փոխես։ Բա մի չես ուզում կարդաս, կարող է լավն արա, կարող է փոխելու բան չկա։ Չնայած ինքն էլ ասում որ փոխելու բան չկա։ Բայց սահմանադրության 119 հոդվածը ասում է. Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման կամ դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում Հայաստանի կառավարությունը հայտարարում է ռազմական դրություն եւ կարող է սահմանել մասնակի կամ համընդհանուր զորահավաք։ Բայց եթե դու ընդունում ես, որ Հայաստանի սահմանների վրա եղել է հարձակում, եթե հիմա ընդունում ես, որ կա դրա վտանգ, կառավարությունը ռազմական դրություն չի հայտարարել։ 2020 թվականին պատմության մեջ առաջին անգամ հայտարարեց ռազմական դրություն, եւ որ հարձակում եղել էր Արցախի պաշտպանության բանակի վրա։ Լավ է իրար է, որովհետեւ դա մեր երկրի տարածքի վրա հարձակում էր։ Որովհետեւ դա վտանգ է այլ տարածքների վրա հարձակման։ 21 թվականին, երբ որ դու դիմել էիր ՀԱՊԿ-ում խորհրդակցությունների նպատակով, իսկ 22 թվականին, երբ որ դիմել էիր ռազմական օգնության նպատակով, դու քո երկրում անցել էիր սահմանադրական կառավարման հատուկ ռեժիմի, ռազմական դրության ռեժիմի։ Դու չես ընդունել, որ Հայաստանի վրա եղել է ռազմական հարձակում։ Իրավական իմաստով մինչ օրս Հայաստանը չի ընդունել, որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա։ Եվ սա պատահական չի, որովհետև դա Ադրբեջանի պահանջն է, հակառակ պարագայում Ադրբեջանը պետք է ագրեսոր ճանաչվի։ Իսկ եթե դու չես ընդունում
քո օրենսդրության, քո ներքին օրենսդրության, քո սահմանադրության համապատասխան, որ եղել է ռազմական արձակում, դու ո՞նց կարող ես ռազմական աջակցություն խնդրել այլ երկրներից կամ միջազգային կազմակերպություններից։ Ղազախստանը, որ դիմել է հապկին օգնության խնդրանքով, ծանրամարտի Եվրոպայի առաջնություններ կազմակերպում, թե ֆուտզալի Եվրոպայի առաջնություն էր կազմակերպում։ Այսօր վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է ֆուտզալի Եվրոպայի առաջնության վիճակահանությանը, որը պիտի անցկացվի մարզահամերգային համալիրում։ Վարչապետն էլ մամուլի ասուլիսանում ասում է Հայաստանի վրա կա ռազմական լայնամասշտաբ հարձակման վտանգ։ Այսինքն, որ մեր երկրի վրա կա լայնամասշտաբ հարձակման վտանգ, պիտի պաշտպանության նախարարությունը կազմակերպի վոլեյբոլի եւ ֆուտբոլի համաբանակային, ուրեմն սիրողական մրցաշարեր, իսկ Հայաստանը հյուրընկալի ֆուտզալի Եվրոպայի առաջնությունը։ Տենց են պատրաստվում պատերազմի։ Դուք հասկանում եք, մենք այս ինչի մասին որ խոսում եմ, ցավոք սրտի դա իրականություն է։ Դա ենթադրություն չի, որ ասես այս սրանք կարող է գիտեք ինչ անեն, ֆուտբոլի առաջնություն կազմակերպեն, երբ որ Հայաստանի վրա կա ռազմական ագրեսիայի վտանգ։ Հաջորդը մեղադրում է Ռուսաստանին բազմաթիվ դրվագներով, որ Հայաստանում պլանավորում էին իշխանափոխություն, որ ասում է պատահական չէր, որ 2022 թվականին Հայաստանի վրա հարձակում եղավ, այդ ժամանակ ասում է պետքա իշխանափոխություն արվեր, Հայաստանը պետությունը կկորցներ, բայց մեկը չի հարցնում, իսկ 2021 թվականին Հայաստանում այդ ինչի էր կառավարությունը լուծարվե, ազգային ժողովը լուծարվե, դրա անհրաժեշտությունը ո՞րն էր, եթե պատերազմի սպառնալիք կար։ Դու էիր հրաժարական տվել, ջանդամը տաս հրաժարական։ Մեր սահմանադրությունը գրած է վարչապետի հրաժարականից հետո ազգային ժողովը ընտրում է վարչապետ։ Իսկ ով էր ասում, որ քո հրաժարականից հետո պիտի ոչ մեկ վարչապետի թեկնածու չառաջադրվի, որ արհեստական ճգնաժամ ստեղծվի, որ խորհրդանը լուծարվի, բայց վտանգների մեջ գտնվող երկիրը, հետ պատերազմյան վիճակում գտնվող երկիրը, մարտ ամսին հայտարարում է ռազմական դրությունը չեղարկելու մասին, մարտներ ու մայիսներ ոնց որ մերին հասցրին միջև։ Հունիսին չէ, մարտին չեղարկեցին, որ օր հայտարարեն ընտրության։ Հունիսին կազմակերպում արտահերթ խորհրդարանական ընտրություն։ Ում էր պետք է այդ խորհրդարանական ընտրությունը, եթե ոչ քեզ այդ իշխանությունը զորով պահելու համար։ Ծախողել էի, չէի կարացել կառավարես երկիրը, տալ էի պատերազմին, հրաժարական պիտի տաս, տվել էի, ազգային ժողով պիտի ընտրեր վարչապետ, այդ որ չէիր ընտրել։ Հիմա ո՞ւմ ես մեղադրում, որ Հայաստանը հետ պատերազմյան շրջանում ունեցել է մի ժամանակաշրջան, որտեղ կառավարությունը հրաժարական տված է եղել, ազգային ժողովն է լուծարված։ Այդ որոշումները այդ քո մեղադրած երկրում էին կայացրել։ Բայց դու ես մեր երկիրը կործանում, բայց շտամին էլ օգտվել է այդ վիճակից։ Ասում անտեր երկիրը, ոչ կառավարությունն է, ոչ խորհրդարանական երկիրը, խորհրդանը լուծարվել է, կառավարությունն հրաժարական է տվել։ Զինված ուժերի գլխավոր շտաբն էլ հայտարարություններ անում, անողնաշար կեցվածքով։ Անտեր երկիրը, հարձակվենք այս երկրի վրա, արել են, էդ են արել։ Ու շարունակում են անել, որովհետև այդ երկիրը հիմա էլ է անտեր։ Այն որ հիմա կառավարությունը հրաժարական չի տվել, ազգային ժողովն է չի լուծարվել, չի նշանակում, որ դրանք ֆունկցիոնալ գործում են։ Այդ անտերությունից է մեր այս բոլոր հետևանքները։ Տանում կապում է, հասցնում է մինչև հոկտեմբերի 27, 2008 թիվ, հասկանում եք սա ինչ է։ Այս ասուլիսը, սա իմ եզրանուններում կասեմ, ուղիղ պատերազմ է հայտարարում Ռուսաստանին իր բովանդակության մեջ, այսինքն սա սրանով երկու հիմնական խնդիր է լուծել։ Մեկը, որ տարածքները երկրի թշնամուն հանձնելու միջավայր հիմք է ստեղծել, եւ երկրորդը, որ վերացրել է մեր երկրի ողջ անվտանգային համակարգը եւ Ռուսաստանի ըստ էության հրճակեց այս ասուլիսով որպես Հայաստանի թշնամական երկիր, որը հրահրում է պատերազմներ, որը Հայաստանում խարխլում է իշխանության հիմքերը, պետականության, սահմանադրական հիմքերը, ծանր հանցագործություններ, մեղադրանքներ, որում մի երկրի
մի ուրիշ երկրի հանդեպ, այսինքն միջազգային հարաբերություններում այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելը դա սկզբունք է։ Ինքը այսօր փաստացի Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջները կատարելով որոշումներ է կայացնում։ Դրանց հասցեին ոչ մի խոսք չի ասում, ամբողջ ասուլիսի ժամանակ Թուրքիա Ադրբեջանի հասցեին ոչ մի խոսք չկա։ Թուրքիային գովում ասում է թե իրանք ոնց են գնում, ոնց են գալի։ 44 օրյա պատերազմի ժամանակ ելույթ էր ունենում, ասում է Թուրքիա, սա մեր պայքարը չի միայն Ադրբեջանի դեմ, սա մեր պայքարն է նաև Թուրքիայի դեմ, որը ուզում է իրականացնի 100 տարի առաջվա իր մտադրությունները, կործանի Հայաստանի պետությունը եւ բնաջնջի հայ ժողովրդին։ Էդիկն է ասել։ Հիմա ինքը Թուրքիայի մենակ գովում ու փառաբանում։ Դրա փոխարեն Ռուսաստանի մեղադրում ասում է 23 թվականի Արցախի տեղահանման շահագրգիռ կողմ ասում է օտար ուժերն էին։ Դասեք այդ օտար ուժ, որ ասում է նորմալ մարդու պատկերացնա որ դա ով է, ասենք կանադացիները խո չեն եղել, չէ՞ ընդ։ Օտար ուժ այնտեղ մենակ ռուսներն են եղել։ Իսկ սա հասկանում եք ինչ մեղադրանք է ներկայացնում։ Մյուս հարցը, թեման, որ առանձնացրել եմ, վերաբերում է գերիներին։ Ասում է վաղուց լրագրողը հարց է տալի, թե ինչի է այդ տուրիստին, որ ավտոմատով եկել մտել էր տեղ գյուղ, հանձնել Ադրբեջանին։ Ասում եմ մենք տենց վաղուց պայմանավորվածություն ունենք, որ այն զինվորականները, որոնք դիվերսանտներ չեն, հատուկ ռազմական գործողություն չեն արել, պարզվում է, որ իրանք իսկականից մոլորվել են, դրանց պետք է հանձնենք։ Հարց. Ադրբեջանը մի հոգի հանձնել է Հայաստանին այտենց։ Բայց անցյալ տարի Սյունիքի մարզում, հենց այդ տեղ գյուղի հատվածում ադրբեջանցիները գերեվարել էին երկու հայ զինծառայողի, որոնք ընդամենը սնունդ էին տանում մատակարարում դիրքեր։ Այսինքն սովորական կամազով մեր մի դիրքից մյուս դիրքին սնունդ ու ջուր էին տանում հասցնեին։ Գերեվարվել են ու մինչև հիմա գտնվում են Ադրբեջանում։ Բայց դրանք ինչի Ադրբեջանը այդ մարդկանց չի վերադարձրել։ Բայց դու ո՞նց ես վերադարձնում դրանից։ Մենք մեր պարտավորությունները կատարում ենք, ակնկալում ենք, մենք մեր անում ենք, ակնկալում ենք, որ ադրբեջանցիներն է կանեն, բայց դե սերիկաներ չեն անում, էլ արա չեն անում, հա։ Մենք օրինակ ասում անցած անգամ բարի կամքի դրսևորումով, նույնը այս տարի վերցրեցինք ականապատ դաշտերի քարտեզները, տվեցինք Ադրբեջանին, որ իրանք գերիները տան, չտվին։ Բա անշնորհք էլի, անշնորհք, հա։ Հասկանում եք։ Ասում է ոչ մի խոսք հարց է տալի ռազմաքաղաքական ղեկավարության մասին, ֆռստում է, ասում է ես Պուտինի ասածը չեմ լսել, որ բանը ինքը ասել է, որ Հայաստանում նրանց էլ չէին սպասում։ Դենց բան է, էլ ինքը ուշադրություն չի դարձնում, դե հիմա պատմում է, ինքը իր ժամանակ ունի նստի իմանա, թե Ռուսաստանի նախագահը Արցախի նախագահների մասին ինչ ասել, էդի իրանի ասեք ինքը չէ թե Արմավիրի մարզի դպրոցների զուգարան, չէ թե Լոռու մարզի դպրոցի մարզադահլիճի մարշի հանդերձարան, հլնի նստի լսի թե Պուտինը ինչ է խոսում Արցախի նախագահների գերության մեջ չի լսել, ժամանակ չունի մարդ զբաղված է, հիմա ինչ անը, չի լսել։ Ապուշի տեղ է դնում էլի մարդկանց իր ապուշ հալով։ Դրա մասին էլ ոչ մի խոսք։ Այդ Քաջարանում, այդ որ եկել էր Քաջարանցի պահնորդի սպանել էր այդ, ասում է շատ դժվարություններ են առաջանում, ասում է, երբ որ հանցանք են կատարում այդ գերիները, որ հայտնվում են։ Դժվար է էլի իր համար, այն մարդասպանին, որ Հայաստանի դատարանի որոշումով դատապարտվել է ՑՄ ազատազրկման, առանց նոր որոշում կայացնելու, առանց ներման որոշման, առանց համաներման որոշման, առանց ներում շնորհելու, արդարացման, չգիտեմ, ինչ ալնում ուրիշ։ Վերցրել ոտից գլուխ նոր հագցել է տարել տվել են թուրքերին, դա կլնում է։ Բայց մեր զինծառայողները, որոնք հանիրավի, նույնիսկ թիվը չեն ասում, թե քանի մարդ է գտնվում ադրբեջանական բանտերում։ Պետնախարար, այսինքն Ռուբեն Վարդանյանը, որ քաղաքացիական անձ է, գտնվում ադրբեջանական բանտում, դրա մասին ընդհանրապես որևէ խոսք չկա։
Ռուբեն Վարդանյանը ասենք ոչ պատերազմի մասնակից է, ոչ զինված ուժերի հրամանատար է, ոչ զինվորական է։ Արցախում քաղաքացիական պաշտոն է զբաղեցրել։ Հանիրավի գտնվում է ադրբեջանական բանտերում։ Չնայած այն մյուսներն էլ որ գտնվում են, բոլորն էլ հանիրավի։ Ասում եմ ես դրանցով գիտեք գերիների հարցերով միշտ է զբաղվում եմ։ Վերջին անգամ ասում եմ չեք հավատա, բայց ասում եմ հենց այսօր առավոտյան եմ զբաղվել։ Քննարկել է վերադարձը։ Վերադարձի ուղղությամբ որոշ քայլերի նպատակահարմարության հարցը։ Մի հատ էլ մի օր առաջ է, այսինքն հունվարի 11-ին էլ է այդ թեմայով խոսել, ժամն էլ ասել։ Ժամը 15:00-ից 15:45։ Ուրեմն ինքը 45 րոպե իր ասելով զբաղվել է գերիների հարցով, բայց չի կարասի ում հետ։ Իսկ եթե դու երկրի ղեկավար ես, ուրեմն դու պետք է խոսացած լնես երկրի ղեկավարի հետ, չէ՞, Ադրբեջանի նախագահի հետ։ Այսինքն դու Իլհամ Ալիևի հետ մարտի 11-ին 45 րոպե հեռախոսազրույց ես ունեցել։ Սենեգալի նախագահին, չգիտեմ, ազգային տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ եք հղում, կայքում դնում եք Հայաստանի վարչապետը շնորհավորել է, չգիտեմ, Կամբոջայի վարչապետին ազգային տոնի առիթով։ Բայց դու Ադրբեջանի նախագահի հետ գերիների թեմայով 45 րոպե խոսակցություն ես ունեցել, ու դրա մասին հաղորդագրություն չկա։ Բայց այդ նախագահի հետ չես խոսեք։ Դու ում հետ ես խոսեք 45 րոպե Ադրբեջանում։ Բա եթե գերիների թեմայով է ենթադրվել, որ Ադրբեջան խոսեր, չէ՞, գերիների թեմայով խո դու Իսլանդիայի վարչապետի հետ չես խոսել։ Բա Ադրբեջանում եթե նախագահի հետ չես խոսել, ում հետ ես խոսել։ Բանտապետի հետ ես խոսել։ Սա ձեռը առնում, հասկանում եք, ու այս խայտառակությունը պետության ղեկավարը։ Դու պատկերացրեք, ասենք պետության ղեկավարը ես գրել է, ասենք, հələ պատկերացրեք, ես մատ հաղորդագրություն ենք կարդում ենք մամուլում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը TikTok-ում հրապարակել է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովից ստացած հաղորդագրությունը սահմանային իրադրության վերաբերյալ։ WhatsApp-ով ուղարկած։ Սա ո՞նց կարա լինի։ Պետություն կա, պետությունը գաղտնի կապ ունի, սուպեր հեռախոս ունեն, գաղտնի սուրհանդակային ծառայություն ունի, փաստաթղթա ինֆորմացիայի տեսակ կա, որ նույնիսկ հեռախոսով չի փոխանակվում, պարտադիր միայն սուրհանդակով, պիտի ստորագրես, որ ստացա, ժամը նշես, գաղտնի պոչտան երբ է ստացել։ Բայց դու ո՞նց ես WhatsApp-ով հաղորդագրություն ստանում երրորդ երկրում գտնվող քո պաշտպանության նախարարից սահմանային իրադրության վերաբերյալ WhatsApp-ով ձայնային հաղորդագրության միջոցով։ Հերիք չի դառնում ես հետել հրապարակում։ Սա խայտառակություն։ Գալիս է նոր սահման հաջորդ թեման։ Ես արագ փորձեմ վերջացնել, չնայած թեման ինչ անեմ։ Նոր սահմանադրության ընդունում։ Ասում է երկար ժամանակ այդ հարցերով զբաղվում ենք, ժողովուրդը պիտի որոշի, սահմանադրություն ընդունվի թե չէ։ Բա 20 թվին ժողովուրդը ինչի չորոշեց։ Բա 20 թվին հայտարարելիք հանրաքվե։ Հանրաքվեն սկսել էր, ասում ես, COVID եղավ, հետո COVID եղավ, COVID-ն ասում արտակարգ դրության ժամանակ ընտրությունները հանրաքվեները հետաձգվում են։ Թո մնար, երբ որ կավարտվեր COVID-ը, արտակարգ դրությունը կավարտվեր, այդ ժամանակ կլներ սահմանադրական փոփոխությունը, թե Հրայր Թովմասյանի եւ մյուս դատավորների լիազորությունները ապօրինի ընդհատելը այնքան շտապ հարցեր, որ դու նույնիսկ հանրաքվեով չգնացի։ Իհարկե, այդ COVID-ը չէր պատճառը, պատճառն էր, որ հանրաքվեն սոցիոլոգիական հարցումները ցույց տվեցին, որ չի անցնելու։ Դա է եղել միակ պատճառը։ Իսկ ես սահմանադրական դատան էր պետք, որովհետև առաջիկայում պատերազմ ունեիր պայմանավորված, պատերազմից հետո պիտի պարտվեիր կապիտուլյացիա, ստորագրեիր կապիտուլյացիոն փաստաթղթերը պիտի սահմանադրական դատանը վավերացներ, ինչը որ հիմա հերթով անում են։ Դա էր պետք ընդհանրապես, չէ, ժողովուրդը պիտի ընդունի։ Հիմա էլ ասում է, դա մեր օրակարգում է, որ պիտի նոր սահմանադրություն ընդունվի, փոփոխություններ չէ, նորը։ Բայց ոչ հայեցակարգ կա, ոչ տեքստ կա, ոչ դրույթներ կան, թե ինչը պիտի փոխվի։ Մենակ գիտեք ինչ կա, գրել եմ, ասում է, կա միայն
քաղաքական խոսույթ նոր սահմանադրության ընդունման համար անհրաժեշտություն չկա, քննարկումներ չկան, հայեցակարգ չկա, տեքստ չկա, կա միայն խոսույթ։ Եվ այդ խոսույթի հիման վրա նոր սահմանադրությունը գիտեք երբ կընդունվի։ Երբ որ ինքը եւ իր քաղաքական թիմը բոլորով զգանք, որ ժողովուրդը բավարար չափով երբ որ տեղի է ունենում։ Ցիտատ է։ Խոսքը վերաբերում է Հայաստանի նոր սահմանադրության ընդունմանը, որի տեքստն ու հայեցակարգը չկա, կրկնում եմ։ Հանրակրվենք կլինի, երբ ես եւ մեր քաղաքական թիմը մենք բոլորով զգանք, որ ՀՀ ժողովուրդը բավարար չափով երբ որ տեղի է ունենում։ Իմացաք։ Տենց ալելու։ Նոր սահմանադրության ընդունումը Հայաստանում։ Խաղաղության օրակարգ չլինել, ասում եմ, համարժեքը Հայաստանի լինել չլինելուն։ Պատկերացնեք, ասեք, մի երկրի հետ որևէ փաստաթղթի ստորագրումը կապված է Հայաստանի լինել չլինելուն։ Սա իր օրակարգն է։ Սահմանազատում։ Ասում է Ադրբեջանը, ներեցեք, մեր ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ ՀՀ տարածքը 29743 կիլոմետր այլ ոչ թե 29800։ Սա Բրյուսելում բանակցությունների ժամանակ ընդ քարտեզ կար, պատից կախած, քարտեզ կար սեղանին դրած։ Ես երբ որ եկա հյուրանոց, զանգեցի Հայաստան, ասեցի մի հատ հələ բացեք հայկական սովետական հանրագիտանը, տեսեք Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքը ինչքան է, նկարեք ուղարկեք ինձ։ Սա եղել է 2022 թվականին, հոկտեմբերին, որ ինքը հիշել է սովետական հանրագիտանի մասին։ Բայց երբ որ ազգային ժողովում բյուջետային քննարկումներ էր, այդ ժամանակ ինքը ասաց, որ ինքը առաջին անգամ այդ բյուջետային քննարկումներից առաջ բացել է հայկական սովետական հանրագիտանը, կարդացել է այդ հանրագիտանը եւ իմացել է թե Հայաստանի տարածքը ինչքան է կազմում։ Գիտեք ինչ, ասեք, ոնց որ հիմա իմ աշխատասենյակում բազմաթիվ գրքեր կան, գրականություն տարբեր։ Ես պետություն ղեկավարելուց, ասենք, բացեմ այդ գրքերից մեկը ու կարդամ, արա ասեմ, սենց է փաստորեն պետությունը։ Մեր պետությունը ասենք, գիրքն ինչ գիրք։ Սովետական հանրագիտարան 87 թվականի հրատարակության։ Այսինքն դու 2022 թվին եղել ես Հայաստանի ղեկավարը ու այդ պետությունը ղեկավարում ես ոչ թե քո երկրի անկախության հռչակագրով, ոչ թե սահմանադրությամբ, ոչ թե օրենքներով, միջազգային պայմանագրերով, քո բանակի տեղակայման վայրով, քո զինված ուժերի տարեկան պլանով, այլ գոյություն չունեցող վերացած պետության ակադեմիական հաստատություններից մեկի հրատարակած գրքով ու դու դրա հիման վրա կնքել ես պայմանագիր, որով ասում ես, այս պայմանագրով որոշում է Հայաստանի ու Ադրբեջանի տարածքը։ Հասկանում եք, ու ասում է ադրբեջանցիները մեզ ասում են, դե հələ հիշեք, քանի տեղ ասեք 29800-ը, ստիպեցին Շարլ Միշելը ասաց, հետո Գրանադայում հայտարարությունից հետո ընդեղ էլ գրեցին այդ 29800-ը, եվրոպացի պաշտոնյաները իրանց խոսքի մեջ ասին, եվրոպական խորհրդարանը Հայաստանում չասեմ, մի պահ կար ամեն անգամ խոսալուց 29800 մի ելույթում 5 անգամ։ Հիմա պարզվում է, որ ադրբեջանցիները իրան ասել են, սպասի այնգեր, դա սկի 29800 չի, 57 կիլոմետր քառակուսի իջի։ Բազարել են, թուրքի գլխարկը ո՞ն են, Կարալյոկ ծաղուղի գլխարկը դրել է, բազարի թուրք, բազար են անում, էլ երկու թուրքով գին են իշտ, տարածք են իշտում, ասում աղբեր, ես երկիրը ինչքան է, ասում 29800, 57-ով իջի, իջանք աղբեր, լավ, առ, 57 իջա, առ, ասում չէ, Զանգեզուրը տել, այսօր ասեմ այդ թուրք, օրագիր նյուզում կարդացի, վաղ քննարկենք էլի Դավիթի հետ, ասում Զանգեզուրն է պիտի ինքնավար մարզ, իջի աղբեր, էդ էլ իջի, եկն էլ թուրքի գլխարկը գլխին դրած, բազարանում ու իջնում է։
շատ երկար տևեց այսօրվա թեմատիկ զրույցը, բայց միգուցե կար դրա անհրաժեշտությունը։ Եզրահանգումները։ Ակնհայտ է մի բան։ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի ամենամեծ թշնամին է։ Նա ուղղակի գողանում է մեր հայրենիքը։ Եթե նա մնաց իշխանության ղեկին, իր այս ապօրինի, անմիտ բացատրություններով, ժամերով հնչող զավզակությամբ մեր հայրենիքը պարզապես կործանելու է։ Հայաստանին սպառնում է Արցախի ողբերգական ճակատագիրը։ Եվ եթե արցախցիները փախնելուց գոնե Հայաստան գալու տեղ ունեին, մենք Հայաստանից փախնելու տեղ չունենք։ Վրաստանը 3 միլիոն փախստական չի ընդունելու։ Ոչ էլ Պարսկաստանն է ընդունելու։ Մեզ Թուրքիան է ընդունելու։ Մի նպատակով։ Այդ նպատակը իրանք իրագործել են 1915 թվականին։ Նրանք հայերի հետ մի բան են կարողանում անել՝ բնաջնջել։ Եվ այդ նույն հոկտեմբերի 6-ին 2022 թվականին, երբ որ մի թուրք լրագրող Ռեջեփ Թայիփ Էրդողանին հարցնում էր, թե հայերի հետ ինչ եք պատրաստվում անել, ինքը պատասխանել էր. ինչ որ մինչև հիմա արել ենք, դա էլ պատրաստվում ենք անել։ Բնաջնջել ենք, պատրաստվում ենք բնաջնջենք։ Տեղահանել ենք, պատրաստվում ենք տեղահանենք։ Սա է սպասվում Հայաստանին։ Նրա թեզերից ոչ մեկը նորից եմ կրկնում, չունի իրավական հիմք։ Նրա բոլոր թեզերը հակասում են Հայաստանի անկախության հռչակագրին, սահմանադրությանը եւ օրենքներին։ Ինքը ընդամենը վարչապետ է, հանրային ծառայության մասին օրենքով, պետական, քաղաքական պաշտոն զբաղեցնող հանրային ծառայող։ Հանրային ծառայողը կլինի վարչապետ, կլինի փոխվարչապետ, նախարար, մարզպետ, դեսպան, պատգամավոր, ինչ ուզում է լինի, նա մի պարտավորություն ունի, հարգելով այդ երկրի սահմանադրությունը եւ օրենքները, ծառայություններ մատուցի այդ պետության քաղաքացիներին եւ ժողովրդին։ Եվ դա պետք է անի իր տրված խոստումներին համապատասխան, ինչի համար, որ նա ստացել է ժողովրդի իշխանությունը։ Եթե որևէ մեկը շեղվում է իր նախընտրական ծրագրերից, խոստումներից, ավելին խախտում է սահմանադրությունը եւ օրենքները, ապա նրան ոչ թե լրագրողները նստում հարցեր են տալի, այլ նրան հարց տվող ընդամենը մեկ հոգի պետքա լինի։ Դա ԱԱԾ քննչական դեպարտամենտը լուծարելուց հետո դա քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման հատկապես կարևորագույն գործերով քննիչն է։ Ուրիշ որևէ մեկը այլևս հարց չունի տալու Նիկոլ Փաշինյանին։ Նրա տեսակետներն ու պատասխանները կարող են հետաքրքրել միայն ու միայն քննիչին, ոչ թե իր արդարացման, այլ իր կատարած հանցանքների բացահայտման ամբողջականությունը եւ համակողմանիությունը ապահովելու նպատակով։ Սա ըստ էության քաղաքական դիահերձումն էր Նիկոլ Փաշինյանի ելույթին։ Իսկ կենսաբանական դիահերձումներին որպես կանոն հաջորդում է հոգեհանգստյան արարողությունը եւ հուղարկավորությունը։ Մեզ հիմա անհրաժեշտ է կազմակերպել դրա քաղաքական ընթացքը։ Շնորհակալ եմ ուշադրության համար։